քանի որ 12 կետը դրանք իրար հետ փոխկապակցված են։ Եվ հարցի լուծումը եթե տրվում է, ասենք հարցի լուծումը եթե տրվում է միակողմանի, ես ժողովուրդն ընտրել խորհրդից պահանջում եմ, որ հարցը պետք է լուծվի այդ 12 կետերը իրար հետ։ Կարող է մեկը մի քիչ, մեկը շատ էսի, բայց հարցի լուծման ձևը կարակ հարցինեք ինչպեսի պատասխանում ենք լուծում ունենք, դա մենք էլ ենք սպասում, լուծում տվողը ես չէ, կառավարությունում անստաց, բայց որտեղ ես տեղյակ չեմ ընդհանուր պետական բյուջեից, տեղյակ չեմ եկամուտներից, ծախսերից, ինչքան է կատարում, հայ ժողովուրդը այդքան էլ հարուստ մարդիկ չեն, որ հարուստ ունեինք, մի եթե հաղթանակ կտանեինք, այդ բյուջեից եղածից պետք է օգտագործենք ռացիոնալ։ Ընտանիքը, որ հաշվարկում է, մի ամիս իրան եկամուտը ինչքան է, ինչպես կարելի է ծախսել։ Աղքատը մտածում է եղածը տեղին ծախսելու, հարուստն էլ մտածում է իր փողով, իր մահից հետո ով է ծախսելու։ Դա շատ դժվար բաներ է եղել։ Հիմա այսօր մեր խնդրանքը նա է, որ նայեն այն 40-50 հազարները պլյուս տասները, նայեն, որպեսզի ժողովուրդը գոնե միջև տարեվերջը ապահով է, ինչ կմացվի, այսօր տարածաշրջանը պայթունավոր տանգ է։ Չգիտեմ, ես չեմ զբաղվում քաղաքականության, դա գերտերությունների խնդրի պատճառով ենք հայտնել այս վիճակը։ Եթե ուզում եք իմանալ, դա մեր գործը չի եղել, ոչ էլ Հայաստանի ղեկավարների գերտերություններն են արել հասցրել այս վիճակին, ու իրանք էլ իրանք կաշան երևի կուտել։ Բայց մենք վախենում ենք, չպետք է վախեն։ Այսօր 20 թվականից հետո պիտի մենք զինվեինք, պատրաստմանայինք հակահարված տալու, այլ ոչ թե այսօր սահմաններում թուրքը կրակում է, մենք ասում ենք չի կրակել։ Ինքան ենք սպասում, որ արդեն կպնում է մի պատուհանի, նոր համոզում են, որ կրակել է։ Չի կարելի, որտեղ մենք քնած չենք։ Հայը առուց է, նա կարող է ազգալ, համախմբել է պետք է։ Այսօր Սփյուռք, Հայաստան պետք է միավորվենք գոնե ազգը պահելու համար, այլ ոչ թե ասենք ինչ-որ մի ընտանիք։ Հայաստանը պետք է փրկենք։ Հայաստանը փրկելու համար մեր կարող ուժեր ունենք։ Այդ կարող ուժերը թող համախմբեն, ես կիսամեռ մարդ եմ, դիակ եմ, քայլում եմ, աչքիս մեկը չկա, սրտային հիվանդ եմ, վիրահատված, շաքար ունեցող մարդ, ու հազիվ կանգնում եմ ստեղ, ով գալիս է, մի հատ բան ասա, ազգի խոսողները չկան, այսօր ես կառավարության նիստը նայեցի, ազնվությամբ հետևում եմ, մարդ պիտի իր թշնամունել նայի, որտեղ նա ինչ է պատրաստում, դու էլ հականարա ինչ-որ մի բան պատրաստում։ Կառավարության նիստում կառավարության ղեկավարն ասում է, գիտեք, յուղերում այստեղ ծրագրեր են դրել, հավանություն եմ տալիս այդ ծրագրերին, ես այն մարդ չեմ, որտեղ ես բյուջեի աշխատող եմ եղել։ Այդ ծրագրերում տալիս է 50%-ից ասենք փոխհատուցումներ են տալիս, ուզում են որպեսզի զարգացնեն բիզնեսը, բայց այսօր ասում է գրքի կարիք ունեն, գրքասեր պիտի լինես, ընթերցես, գիտական կարիք քիչ է, ում եք ասում կա, եւ ինքը ասում է ինձանից սկսած, այ շրջապատը ասում է պետք է ասում ուսումնասիրենք, լավ չենք ուսումնասիրել։ Մենք 7 տարի մնացել ենք առաջի դասարանում։ Ինչ է նշանակում 7 տարի մնացել ենք առաջի դասարանում։ Ոչ մի դպրոցում 2 տարի եթե մեկը մնում է, 7-րդ տարին չի շարում դպրոցում սովորելու։ Կամ հեռացնում են, կամ էլ խնդրում են, որ դրա տարեք ուրիշ դպրոց։ Հիմա ես ոչ նշանակել եմ, հարգում եմ պաշտոնում։ Ես միշտ մեծի հարգող եմ եղել։ Ես եղել եմ միշտ պետականամետ մարդ, եթե ոչ նշանակել եմ, ոչ էլ հանում եմ, ուղղակի խնդրում եմ, ամեն մարդ իրան գործով զբաղվի, ամեն մարդ իրան գործով զբաղվի, երկրի ոտքի կանգնի։ Ոչ թե գիտնականը տանենք ինչ-որ մի դպրոցում, ասենք, թերի կրթություն ստանա, ես մեկն էլ բանը պրոֆեսոր մարդ հա, տանենք բան չի իմանում, ընդեղ մի քիչ խնկալի վաճառի, չի կարելի։ Ձեր նշած այդ մարդը, որ ասում եք կառավարության նիստում այսպիսի բաներ է ասում,